Բարոց հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու հայ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ հարցազրույցը, բայց մինչև հարցազրույցին անցնելուն կուզեի ձեզ հետ կիսվել մի քանի կարևոր լուրերով։ Ռազմաճակատի մասին կարճ, Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում նորից ոչնչացրել են ավելի քան 1000 ռուս զավթիչների, այս մասին ուկրաինական գլխավոր շտաբն է հայտնում։ Ընդհանուր առմամբ, ըստ ուկրաինական զինված ուժերի տվյալների, Ռուսաստանը կորցրել է արդեն ավելի քան 390,000 զինվորական։ Այսօր հետաքրքիր տվյալներ ստացանք նաև ծովում ռուսական նավատորմի կորուստների մասին։ Լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինան շարքից հանել է նրանց Սևծովյան նավատորմի 24 ռազմանով։ Դա իրենց նավատորմի 1/3-ն է։ Մնացածը նրանք փորձել են փրկել հանելով Ուկրաինայի ջրերից եւ տեղափոխել են Սևծովի արևելյան մաս, բայց ասեմ, որ երբեմն նրանք փորձում են ծածուկ ներս մտնել եւ հարվածներ հասցնել Ուկրաինայի բնակավայրերին։ Վերջին ժամանակներս ուկրաինական կողմին հաջողվում է այդ ամենը զսպել եւ հնարավորություն չտալ ռուսներին օգտագործել նավատորմը հարվածներ հասցնելու համար։ Եվս մեկ կարևոր լուր, Ուկրաինայում վնասազերծվել է ռուսական ՖՍԲ-ի շատ լուրջ ցանց գործակալական։ Իրավապահների վնասազերծած խմբի մեջ կային ուկրաինական հատուկ ծառայությունների նախկին եւ ներկա պաշտոնյաներ, պատկերացնում եք, մասշտաբները Ռուսաստանի գործակալական ցանցի, այսինքն սա նշանակում է, որ նույն բանը կա նաեւ Հայաստանում եւ մեծ աշխատանք է պետք տանել նաեւ հայկական հատուկ ծառայությունները մաքրելու ռուսական գործակալներից։ Վերադառնալով Ուկրաինա, ասեմ, որ հատուկ գործողությունների արդյունքում տարբեր մարզերում ձերբակալվել են հակառակորդի ՖՍԲ-ի խմբի 5 անդամներ, որոնց թվում կան Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության եւ Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նախկին պաշտոնյաներ, ինչպես նաեւ տարատեսակ տարածքային բաժնի աշխատակիցներ։ Պարզվել է, որ գործակալները կապի մեջ են եղել իրենց կուրատորի հետ, որը գործում է ժամանակավորապես օկուպացված Ղրիմում։ Հայտնի է դարձել, որ խումբը ագրեսորին փոխանցել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի եւ ռազմավարական կարեւորություն նշանակություն ունեցող հետախուզական տեղեկատվություն։ Եթե հիշում եք, երեք լուր տարածվեց Վրաստանում, որ Վրաստանի տարածքը օգտագործելով պայթուցիկ են ցանկացել տանել դեպի Ռուսաստան, մի խումբ բանձինք։ Ուկրաինայի դեսպանատուն պատասխանել է վրացական հատուկ ծառայությունների հայտարարությանը։ Դեսպանատունը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել վրացական կողմի հետ, պարզելու Վրաստանի տարածքով պայթուցիկ նյութերի տեղափոխմանը ուկրաինացիների ենթադրյալ, կարևոր է նշել, ենթադրյալ մասնակցության հանգամանքները եւ հորդորել է չքաղաքականացնել հարցը։ Դեսպանատունը հայտնել է, որ ստուգում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությամբ պայթուցիկ սարքերի ենթադրյալ գործողություն մասին տեղեկատվության բոլոր հանգամանքները։ Դեսպանությունն ակնկալում էր, որ վրացական կողմը ձեռնպահ կմնա այս գործը քաղաքականացնելուց։ Ըստ դեսպանատան, մեր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունն ենք հայտնում կառուցողական փոխգործակցության համար իրավապահների եւ Վրաստանի այլ իրավասու մարմինների հետ, դեպքի բոլոր հանգամանքները օբյեկտիվ, անաչառ եւ համապարփակ պարզաբանման համար, ինչպես նաեւ իրական կազմակերպիչների բացահայտման, ասված է դեսպանատան հայտարարության մեջ։ Լավ լուրեր ունենք կրկին Եվրոմիությունից, Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրը կինտեգրվի Եվրոմիության պաշտպանական արդյունաբերությանը։ Այս մասին Ստրասբուրգում Եվրոխորհրդանի լիագումար նիստում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ըստ նրա, երբ մենք նայում ենք ապագային, մենք պետք է մտածենք Ուկրաինայի պաշտպանության մասին, որպես մեր պաշտպանության բաղադրիչի։ Մենք պետք է մտածենք Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության մասին, որպես մեր սեփական պաշտպանության արդյունաբերության բաղադրիչ, եւ այդ պատճառով մենք Ուկրաինան ներառել ենք նախապատրաստման մեջ, ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ըստ նրա, սա առաջին քայլն է, որը պետք է դյուրացնի Ուկրաինայի ինտեգրումը Եվրոմիության պաշտպանական որոշ ծրագրերին, անհրաժեշտության դեպքում Եվրոխորհրդանի եւ Եվրոխորհրդի համաձայնությամբ, ասաց նա։ Ըստ ֆոն դեր Լայենի, դա ոչ միայն կօգնի բավարարել Ուկրաինայի պաշտպանական կարիքները, այլև կնպաստի Եվրոպայի սպառազինության եւ պաշտպանական արդյունաբերությունների միջև մերձեցմանը եւ համատեղ պլանավորմանը։
Ուկրաինան Եվրոմիության ապագա անդամն է, ուստի այն պետք է մեզ շատ ավելի մոտ լինի, նաև պաշտպանության ոլորտում, ասել է նա։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ ներկայումս Եվրոմիությունում վերապատրաստվել է ավելի քան 40,000 ուկրաինացի, եւ Եվրոմիության անդամ երկրները ռազմական տեխնիկա են մոբիլիզացրել Ուկրաինային 28 միլիարդ եվրո մատակարարելու համար։ Նա հիշեցրել է, որ եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը մեծացրել է իր զինամթերքի արտադրությունը 40%-ով, մինչև հաջորդ ամիս Եվրոմիությունը պլանավորում է կես միլիոն արկեր տրամադրել Ուկրաինային, մինչև տարեվերջ այդ թիվը պետք է հասնի 1 միլիոնի։ Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, իհարկե դա բավարար չէ։ Եվս մեկ կարևոր լուր այս անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրությունների հետ կապված, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Նիկի Հեյլին, ով Դոնալդ Թրամփի անմիջական մրցակիցն է պրայմերիզներում, պաշտպանություն է խնդրել ԱՄՆ գաղտնի ծառայությունից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Մենք տեսնում ենք, որ բավականին լուրջ պայքար է ընթանում ամերիկյան ընտրարշավում, վերադառնալով Եվրոպա, ասենք, որ փետրվարի 24-ին Ուկրաինայում լայնածավալ պատերազմի երկրորդ տարելիցին Եվրոմիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որը կներառի ավելի քան 200 անուն։ Բավական հետաքրքիր հրապարակում կար Forbes-ում, որի փորձագետները եզրակացրել էին, որ Ռուսաստանում 6 ամսվա ընթացքում կարող է սպառվել ռազմական տեխնիկան։ Երևի թե սա է պատճառը, որ Ռուսաստանը ընկած աշխարհով մեկ զենք է փնտրում, որպեսզի կարողանա շարունակել մարտական գործողությունները, որը արդեն պարզ է, որ ռուսական կողմը տապալել է իր ագրեսիան, նրանք չկարողացան օկուպացնել Ուկրաինան եւ հիմա զուտ իմիտացիոն գործողություններով փորձում են իրենց դեմքը փրկել։ Այսքանով ավարտեմ լուրերի ընթերցումը։ Հուսամ Լիլիթ Դալլաքյանի հետ հարցազրույցը ձեզ դուր կգա։ Նա առաջին անգամ է մեր եթերում։ Ձեր կարծիքների մասին անպայման խնդրում եմ մեկնաբանություններում տեղեկ պահեք, ինչպես նաև հիշեցնեմ, որպեսզի չմոռանաք լայքել, տարածել մեր տեսանյութերը եւ այն մարդիկ, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, անպայման խնդրում եմ բաժանորդագրվեք։ Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր լավ հանդիպում ունենք Լիլիթ Դալլաքյանի հետ, քաղաքագետ Երևանից, ազատ քաղաքացի միավորման անդամ, եթե չեմ սխալվում, բայց Լիլիթը այնքան կոչումներ ունի, որ սկսեմ թվարկել, կարող է մեր հաղորդման ժամանակը չհերիքի։ Կարճ ասենք քաղաքագետ, բարև Լիլիթ։ Բարև ձեզ։ Գիտեմ, որ բոլոր թեմաներից տեղեկ ես, սկսենք մեր Ամերիկայի ներքին քաղաքականությունից, որը որ ազդում է արտաքին օգնությանը։ Միջայլոց արտաքին օգնության փաթեթը, որը որ պայմանական անվանում են Ուկրաինայի օգնության փաթեթ, այնտեղ կա նաև նույն Հայաստանին օգնելու համար, էլ չեմ ասում, որ Իսրայելի փաթեթն էլ է մեջը։ Նոր տվյալներ ունենք, որ Սենատը ամսի 7-ին կարող է դնել քվեարկության։ Այս ֆոնի վրա կոնգրեսի ղեկավարը ասում է, որ ոչ մի դեպքում թույլ չի տալու, ինչ ես կարծում, այս ամեն ինչը ինչքան կտևի եւ դրա արձագանքը եւ Ուկրաինայի վրա եւ Հայաստանի վրա քո կարծիք։ Գիտեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ներքաղաքական պայքար է այս պահին ընթանում եւ քանի որ ԱՄՆ-ն հեգեմոն է հանդիսանում աշխարհում, ինչքան էլ Պուտինը փորձի ասել, թե երկբևեռ աշխարհ չկա, միաբևեռ աշխարհ չկա, միանշանակ առայժմ դեռ Միացյալ Նահանգները քաղաքական առումով հանդիսանում է հեգեմոնը աշխարհի, չինասան ավելի տնտեսական, ուրեմն տեսնում եք չի մասնակցում քաղաքական մրցավազքներին։ Հիմա ընտրությունների հետ կապված Միացյալ Նահանգներում ստեղծվել է այսպիսի իրավիճակ։ Ամեն ինչ անում են հանրապետականները, որպեսզի հարվածեն Միացյալ Նահանգների այժմյան նախագահ Ջո Բայդենի հեղինակությանը։ Տրամպի աջակիցները հանրապետական կուսակցությունում այնտեղ երկու բևեռ կա, մեկը ռեյգանական բևեռն է, Նիկի Հեյլիի գլխավորությամբ, մյուսը Տրամպի կողմնակիցներն են, որոնք ավելի ագրեսիվ են, չնայած թվաքանակով շատ քիչ են։ Եվ դուք խոսնակի մասին խոսեցիք Մայք Ջոնսոնի, որը մի շատ տարօրինակ իրավիճակում է հայտնվել։ Նա ինքը միշտ նշում է, որ կողմ է Ուկրաինային օգնության տրամադրմանը, բայց քանի որ ուրեմն ներկայացուցիչների պալատում հանրապետականները շատ քիչ թվով են
գերազանցում դեմոկրատներին, ընդամենը 5-6 ձայնով նրանք խոսնակ փոխեցին, հիշում եք։ Հիմա նրանք շանտաժի են ենթարկում Մայք Ջոնսոնին, որ եթե Մայք Ջոնսոնը այդ նախագիծը դնի քվեարկության, միանգամից նրան իմպիչմենտ կհայտարարենք։ Այսինքն այս ամեն ինչը բլոկի է ենթարկում Դոնալդ Տրամպը, որը դուք տեսնում եք իր քարոզարշավի ժամանակ ասում է, որ մի օրում, մի ժամում կարող է լուծել Ուկրաինայի խնդիրը, արդեն պարզ է ինչպես կարող է լուծել։ Նա պայմանավորվելու է Վլադիմիր Պուտինի հետ, որ այս պահին զորքերը որտեղ որ կանգնած են, այդ տարբերակով կնքվում է խաղաղություն, այսինքն կիսվում է Ուկրաինան։ Եվ դրա համար հիմա հանրապետականները անընդհատ նոր պահանջներ են ներկայացնում Բայդենին, սկզբում միգրացիայի հետ կապված, Բայդենը համաձայնվեց գնալ զիջումների, գիտեք, այդ Լատինական Ամերիկայի, Մեքսիկայի հետ կապված պատը։ Բայդենի այս զիջումից հետո հանրապետականները նոր զիջումներ են պահանջում, այսինքն սա այդքան Ուկրաինայի հետ կապված չի։ Այստեղ խնդիրը վարկաբեկելն է Ջո Բայդենին, որ նա չի կարողանում որպես Միացյալ Նահանգների ղեկավար կատարել իր ծրագիրը, օգնել Իսրայելին, որը իր հիմնական դաշնակիցն է Մերձավոր Արևելքում, եւ օգնել Ուկրաինային, որին օգնությունը եւ Ռուսաստանի դեմ պայքարը նա համարել է չարի դեմ պայքար, այսինքն սա ամբողջ 21-րդ դարը որոշվելու է ուկրաինական պատերազմի արդյունքներով։ Հիմա կարծում եմ քվեարկության կարող է դեռ չդրվել, կերկարաձգվի այս հարցը։ Մյուս կողմից փետրվարի 8-ին ԱՄՆ Գերագույն դատարանում սկսվում է Դոնալդ Տրամպի դեմ հայց, որ նրան չթողնեն մասնակցել Միացյալ Նահանգների ընտրություններին։ Հիշում եք, Կոլորադոյում իրեն արգելեցին պրայմերիզների մասնակցել։ Այսինքն փետրվարը շատ կարևոր է լինելու եւ Ուկրաինայի, եւ ես միշտ կապում եմ դա Հայաստանի հետ, ինչպես դուք ասեցիք, եւ Հայաստանի համար, որովհետեւ պայքարը գնալու է ներքաղաքական հարցերի շուրջ, որը իր ազդեցությունը կունենա նաեւ արտաքին միջավայրի վրա։ Ճիշտ ասած, ամերիկյան ներքաղաքական պայքարը բավականին տարատեսակ վարկածների առիթ է տալիս, մարդիկ ամեն մեկը իր պես է մեկնաբանում, հատկապես ռուսական ռոպագանդան, որ արդեն աղավաղել է ամեն ինչ։ Կա այդ վարկածը, ճիշտն ասած, մենք գիտեինք, որ նման երևույթ լինելու է, դեռ 22 թվականի մայիսից, չեմ սխալվում, մեր փորձագետների հետ արդեն այս թեմաները քննարկում էինք եւ Ուկրաինան պատրաստվել էր նման իրադարձությունների, բայց դա ինչքան էլ պատրաստվեց, միևնույն է ամերիկյան օգնության կարիքը կա։ Տես, հետարքիր իրավիճակ է։ Տրամպը չի բացում հակագծերը, թե ասենք 1 օրում դադարեցնելը ինչ է նշանակում։ Կարող է թվալ, որ խոսքը գնում է ռուսական ծրագրի մասին, որտեղ զորքերը կան, բայց հիշեցնենք, որ հենց Տրամպը դարձավ առաջին զենք տվողը Ուկրաինային, դեռ լայնածավալ պատերազմական գործողությունների սկսումից առաջ։ Տեսեք, կա ամերիկյան քաղաքականություն, որը հենց իրենցն է, դա մեր մասին չէ, ոչ Հայաստանի, ոչ Ուկրաինայի, եւ մենք ձգտելով լինել քաղաքակիրթ աշխարհի մաս, պետք է անպայման հաշվի առնենք, որովհետեւ ժողովրդավարությունը այսպիսին է, ամերիկյան ժողովրդավարության տրադիցիաները այսպիսին են, եւ այս ամեն ինչից խուսափել երևի թե դժվար կլինի։ Ամերիկյան քաղաքականությունը մնալու է ամերիկյան եւ ինչ կլինի Դոնալդ Տրամփի գալուց հետո մենք կիմանանք, եթե նա գա, այսպես ասենք։ Միևնույնն է, տեսնում ենք, որ քանի ամիս է օգնությունը չկա Ամերիկայի Միացյալ Նահանգներից, բայց այդ ամենը Ուկրաինային չի ստիպել դադարեցնել ռազմական գործողությունները։ Ընդհակառակը մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ամբողջ եվրոպական մասով մեկ հարվածներ են հասցվում, ցավոտ հարվածներ են հասցվում, երբ որ Ռուսաստանը փորձում են հին պատրիարխալ մեթոդներով ցամաքի վրա ինչ որ ձեռքբերումներ ներկայացնել, այդ ֆոնի վրա Ուկրաինան ազատագրել է Սև ծովի արևմտյան մասը, այսինքն ԱՊԱ շրջափակել է իր նավահանգիստները եւ դրանով իր տնտեսությունն է ապահովում։ Շատ մարդկանց մոտ տարակուսանքեր առաջացել, ինչու չգնացին Զապորոժիեի հարավի ուղությամբ, ինչու չգնացին Դոնեցկի մարզի, Խերսոնի մարզի ուղությամբ, բայց այդ տարածքները եթե հնարավորություն ունեին գրավելու, հնարավորություն ունեին պահելու, որովհետեւ դեռ օդում նույնիսկ բալանս չունենք, ոչ թե գերակայություն, իսկ այնտեղ այնպիսի տարածք է, որ տափաստանային է, այնտեղ օդի գերակայությունը պարտադիր է։ Դրա համար օրագաբարին հետ է կարևորը մենք հասկանում ենք, որ պատերազմը լինելու է երկարատև եւ մեր հնարքներից եւ հնարամտությունից կախված դե որ քաջությունը, խիզախությունը կա արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, բայց հիմա ավելի հնարամիտ պետք է պատերազմը վարել, որովհետեւ սա 5-րդ սերնդի պատերազմ է։ Իմջալոց 3 արդացի Forbes-ի հրապարակումը, որ մնացել է ռուսական պահոցից վերանորոգվող տեխնիկայի մոտ 6 ամսվա պաշար։ Նու երևի թե այս ամիսների ընթացքում ռուսները էլի ինչ որ տեղից ինչ որ բան կգնեն, որովհետև
այս վերջի նույնիսկ կասեի 1 շաբաթվա ընթացքում արդեն երևում է, որ սպառել են, չունեն ուկրաինական կողմը ոչնչացնում է պահեստները եւ հարվածներ հասցնելու հնարավորություններ չունեն։ Երեք նույն Forbes-ից, բայց արդեն այլ երկրում հրապարակվող ինֆորմացիա կար Կուպյանսկի ուղությամբ նորից նույն հին պատմությունը, որ 50,000 զինվոր, 500 տանկ, բայց 6 ամսից ավել է նրանք այնտեղ են, այդ տանկերը ճահճով չեն կարող անցնել եւ ինչպես ցույց են տալիս մենք մեր Telegram-յան ալիքում անընդհատ դնում ենք կադրերը, իրենք հնարավորություն էլ չունեն, նույնիսկ երևում է, որ մեծ ցանկություն էլ չունեն, տեղում զորքերը զգացվում է, որ այն հարվածները, որ իրենք ստանում են, այնտեղ կա մեկ գյուղ, Նովոմիխայլովկան, որը ամեն օր իրենք 1 կամ 2 անգամ գրոհում են, արևելքում գտնվող տներից 2-ը գրավում են, հետո օրվա ընթացքում այնտեղից դուրս են շպրտում, այսպես ծինի տալկայի վիճակ է, հա, հայերեն այդ բառը չեմ հիշում, ինձ թվում է մեր լսարանը ճիշտ ընկալեց ինչ եմ ասում, այսինքն քաշքշուկ է, տեղական նշանակության քաշքշուկ է, չնայած այնտեղ լուրջ զորամիավորում է կուտակված։ Այս հրապարակումների հետ կապված ինչ կասեիք, իրոք կարող ենք հույս ունենալ, որ ռուսական այս պահոցները սովետական միությունից դեռ մնացած կարող է ավարտվել։ Շարունակելով նաև նախորդ թեման, հիմա դուք տեսնում եք Եվրոպան միավորվել է ավելի, այսինքն տեսնելով Միացյալ Նահանգների այսպես հետ քայլը, որը ընդհանրապես ես կարծում եմ ժամանակի հարց է, քանի որ ինքը Բլինկենը ասաց, որ սա Միացյալ Նահանգների շահերից է բխում Ուկրաինային օգնել, այնպես չի, որ Ուկրաինային օգնում են, որովհետև ուղղակի բարի են։ Նրանք հասկանում են, որ ինչպես ասեցին, ՆԱՏՕ-ն 5 տարի հետո կարող է պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Այս պահին իրենց շահերից բխում է զինել ուկրաինական բանակին, որպեսզի իրենց զինվորները հետագայում չգնան եւ չզոհվեն արդեն ռուսական բանակի դեմ պայքարում։ Եվ տեսնում եք, որ Եվրոպան, Մակրոնը, Անգլիան ակտիվացել են եւ նրանք ցանկության դեպքում կարող են տրամադրել Ուկրաինային այն զենքերը, մասնավորապես F-16 կործանիչները, որը մեծ փոփոխություն կմտցնի ռազմաճակատում։ Միայն Նորվեգիայի սուվերեն ֆոնդը 1.5 տրիլիոն դոլար է։ Դուք պատկերացնում եք, չէ՞, դա ինչ ուրեմն գումարների մասին է խոսքը։ Ընդհանրապես 300-400 Զալուժնին հայտարարեց F-16-ների դեպքում ամբողջ իրավիճակը ռազմաճակատում կփոխվի եւ դրանք 6000 F-16 ՆԱՏՕ-ի պահեստներում այս պահին կա, այսինքն ցանկության դեպքում ռուսական բանակը տեսնում եք ինչ վիճակում է, չէ՞, Սև ծովում նրանք պարտվեցին ըստ էության, իրենց նավատորմը տեղափոխեցին Աբխազիայի տարածք, Ուկրաինան չունենալով նավատորմ, ռուսներին ստիպեց հեռանալ Սև ծովից, այդպես կարելի է դա մեկնաբանել։ Այսինքն մի փոքր, այսպես տալչոք հրում է պետք, որպեսզի իրավիճակը փոխվի։ Դուք նաև հիմա երևի տեղյակ եք, որ Ռուսաստանում այդ ժոնի մոբիլիզովանных կանայք տեսակ 3 արդեն նրանք փոխել են իրենց հռետորաբանությունը։ Եթե այն ժամանակ ասում էին այլ տղամարդկանց ուղարկեք, հիմա լսում եմ ասում են սա պետք չէր մեզ, այս SVO-ն, специальная военная операция-ն այդքան էլ մեզ պետք չէր, մենք եղբայրական ժողովուրդ ենք։ Այսինքն սա էլ է տրիգեր, որ նրանք հասկանում են, որ պայքարը շարունակվելու է, չգիտենք ինչքան, մինչև Պուտինը որոշի, որ իշխանությունից հեռանա։ Ես վստահ եմ, որ Ուկրաինային զինելու դեպքում այն զենքերը, որոնք Ուկրաինային անհրաժեշտ են, միանգամայն ռազմաճակատում կփոխվի իրավիճակը։ Դրա համար էլ հիմա Ռուսաստանը փորձում է նախագահ Զելենսկու եւ Զալուժնիի միջև այսպես տարաձայնությունների ֆոն ստեղծել, տեսնում եք, չէ՞, դա ինչ իրենց կանալներով ինչպես են դա գովազդում, որ ահա տեսեք, այնտեղ դժգոհություն է, նրանք այդտեղ փորձում են իրենց 5-րդ Շարասյան միջոցով, որը Հայաստանում էլ կա, դուք գիտեք, եւ ակտիվորեն գործում է, այնտեղ իրավիճակը այնպես սրել, որ բանակը ոգևորությունը կորցնի, որովհետև դա մեծ նշանակություն ունի հոգեբանական վիճակի վրա։ Այսինքն ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները ուզի թե չուզի այդ օգնությունը տրամադրելու է իր շահերից բխելով, Եվրոպան ավելի միասնական է դառնալու եւ 2 ամսվա ընթացքում կտրամադրվեն Ուկրաինային այնպիսի զենքեր, որոնք բեկում կմտցնեն ռազմաճակատում, իսկ Ռուսաստանում ցանկացած հաղթանակ տրիգեր կլինի Վլադիմիր Պուտինի իշխանության սասանման համար եւ նույնիսկ եթե ընտրությունների ժամանակ ինչ-որ թվեր նկարի, դե որևէ բան չի փոխելու իր համար։ Այնպես որ շանս միանշանակ կա եւ Ուկրաինային կարող է դառնալ այն զորքը, որը կանգնեցնում է այսօրվա, այսպես ասած, աշխարհի ամենահզոր բանակին, որի միֆը արդեն քանդվել է, չէ՞, բոլորս էլ տեսնում ենք։ Իսկ ինչ վերաբերում է պահեստների վերջանալուն, այո, եթե Հյուսիսային Կորեայից նրանք զենք են
առնում կամ Իրանից զենք են առնում, Հայաստանին չեն կարողանում տրամադրել խոստացված զենքը, պարզ է, չէ՞, թե ինչպիսի վիճակում է գտնվում իրենց զինանոցը։ Դա էլ իհարկե կոռուպցիայի արդյունքն է, որը տարիներ շարունակ Շոյգուի եւ Պուտինի թալանի արդյունքում ռուսական բանակում է տեղի ունեցել, ինչ որ տեղի ունեցավ Հայաստանի բանակում։ Հայաստանը Ռուսաստանի փոքր, այսպես քսերոքսն էր, էլի, այդ Վագրաձև բանակի մասին, որ խոսում էին, նույն թալանը այստեղ է տեղի ունեցել։ Իշխանությունները գրել են, որ մենք շատ հզոր ենք, եւ տեսակ թե ինչ զենքերով ենք մենք պայքարում 5-րդ սերնդի ձեր ասած զենքերի դեմ։ Իմջալոց ռուսական զորքերի վիճակը ես եթերներում նրանց անվանում եմ ոչ թե զորքեր, այլ զինված մարդիկ, որովհետև զորքը սկզբում էր, հետագայում նրանք պարզապես ինքնաձիգներով զինված մարդիկ են։ Հետարքիր հայտարարություն էր արել գերմանացի գեներալ Քրիստիան Ֆրոյդինգը պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ Ուկրաինան կհաղթի։ Լավ է, որ Եվրոպայում արդեն սկսում են ավելի խորը ընկալել իրավիճակը, կարծես մի պահ կար, որ նրանք կտրվել էին կապը եւ նրանց թվում էր թե այն աջակցությունը, որ եղել էր պատերազմի սկզբին, կարող է դա բավարար լինել։ Իհարկե բավարար չէ, որովհետեւ ռուսական կողմը, եթե տանկերն ու այլ հրասայլերը կարող է ավարտվեն, ինքնաձիգները եւ փամփուշտները դեռ կան եւ այդ մսային գրոհները, որ անում են նույն Ավդեևկայի ուղությամբ, իմիջիալոց ինչն է հետարքիր, տես եվրոպական քաղաքական էլիտաների կարծիքը սկսում է փոխվել, մենք տեսանք բազում հրապարակումներ վտանգների մասին Եվրոպայի, շատերը Հայաստանում չգիտեին ինչպես ճիշտ վերաբերվել է ամենին, մենք մեր եթերների ընթացքում ասում էինք, որ սա եվրոպական մամուլը իր հարցերն է լուծում, որովհետեւ իրենց հասարակության մոտ մի տեսակ արդեն թուլացել էին, իրենց թվում էր թե ամեն ինչ շատ լավ է լինելու եւ պետք էր մի քիչ ավելի իրականությանը մոտեցնել։ Հետարքիր գիտես որն է, որ ասենք բարդ հող կար նաեւ ռուսական ռոպագանդայի համար արևմուտքում, կան ուժեր, ովքեր ոչ միայն պատրաստ չեն Ռուսաստանի պարտությանը, այլ նաև ագնապով են նայում Ուկրաինայի ուժեղացմանը, որովհետև տեսան, որ իրոք հողի վրա ուկրաինական ուժերը կարողանում են ռուսներին հաղթել, իսկ ռուսներին հաղթելը, գիտես, ռուսների հետ հզորությունը առասպելական, այնպիսի մասշտաբների էր հասել, որ մարդիկ ասում են, ովքեր են այս ուկրաինացիները, որ կարողացան այս անհաղթներին հաղթեն, հա։ Հիմա սկսում են նաև հակառակ process-ը, չի սկսում դա կար, մենք նկատում ենք, որ կա նաև որոշ շրջանակների մոտ նաև, չգիտեմ, խանդ ասեմ, թե ինչ ասեմ, բայց կա այդ վերաբերմունքը, որ չգիտեն դեռ ինչպես վերաբերվել է ամենին, նույն Ռուսաստանի պարտությանը, Ուկրաինայի հաղթանակին, բայց քանի հաղթանակը մոտենա, այնքան իրենց կարծիքները ավելի կփոխվեն։ Այն որ հաղթանակը մոտենում է, վկայում է նաև Ուկրաինայի ներքաղաքական դաշտի ակտիվացումը։ Մենք տեսնում ենք, որ եթե պատերազմի սկզբում կար բացարձակ կոնսոլիդացիա քաղաքական ուժերի կողմից, հիմա արդեն նախկին նախագահի լրատվամիջոցները, նրանց լրագրողները տարատեսակ պատճառներ են փնտրում եւ հորինում, որպիսի երկրի ղեկավարությանը հարվածեն, այսինքն հիմա պայքար է գնում հաղթանակի կիսելու համար, մենք տեսնում ենք, որ նրանք օգտագործում են նույն Զալուժնիի ֆիգուրան, որը որ ցավոք սրտի թույլ տվեց իր լռությամբ, որպիսի իրեն օգտագործեն։ Երևի թե ժամանակին, երբ որ նա հայտարարություն աներ, որ քաղաքականությունից դուրս է, այդ հնարավորությունը չունենային օպոզիցիոն ուժերը, բայց ցավոք սրտի ունենք այն ինչ որ ունենք, սա նորմալ բան է ժողովրդավարական երկրների համար, տարակարծությունները, տարբեր կարծիքները, բայց ամենակարևորը պետք է իմանալ, որ ուկրաինական ուժերը մեկ մարդու վրա հենված չեն եւ Զալուժնին չէ, որ այս ամենը ստեղծել է։ Զալուժնին ընդհանրապես գեներալներից մեկն էր, ում վստահվել էր գլխավոր հրամանատարությունը, բայց մենք ունենք լեգենդար հրամանատարներ, գեներալներ, ովքեր որ Կիևի մատույցներից ես արդեն պատմել եմ մեր եթերներում, քանի որ իմ տղան էլ է ռազմի դաշտում, մենք անձամբ գիտենք ով է պայքարել եւ ինչպես է պայքարել, նույնը Սիրսկիի պատմությունը, նույն Նաևի պատմությունը, նրանք իրոք լեգենդար գեներալներ են եւ փոխարինողներ կան, այնպես չի որ Զալուժնին ինչ որ մի բանի միայնակ է հասել եւ նա անփոխարինելի է։ Ոչ, անփոխարինելիներ չկան եւ այս կադրային որոշումը ինչքան էլ ուռճացնեն օպոզիցիոն ուժերը, միևնույնն է նորմալ է անցնելու։ Մեր արևմտյան գործընկերները նույնպես նորմալ են վերաբերում։ Մի քիչ ասենք ազդում է մարդկանց վրա, երբ որ օպոզիցիոն լրագրողները օրինակ լուր էին տարածել երեք, որ ռուսական զորքերը իբր թե մտել են Ավդեևկայի քաղաքային գծին ներս եւ մարտերը
քաղաքում էլ արդեն սա հերկվեց, բայց միևնույն է, ինչքան էլ հերկես, մնում է մի կատեգորիա, որ չի հասցնում ընկալել հերկումը եւ սկսում է մտածել եւ խոճապի մեջ է։ Բայց այս ամենը մենք բոլորս ուզում ենք ժողովրդավարության մեջ ապրել, ժողովրդավարության հակառակ կողմն է, պետք է սովորենք, ուրիշ տարբերակ չկա։ Իմիջիայլոց մենք տեսնում ենք, որ Հայաստանի շուրջ կաթսան սկսում է եռալ, Սպիտակ տունը չի բացառել Իրանի դեմ ուղակի հարվածներ, ի պատասխան նրա զինվորների սպանության, մենք օրերս տեսանք Իրաքում եւ Սիրիայում հարվածներ, ինչպես է ընկալվում այս ամենը Հայաստանում, սահմանադրության փոփոխությունների խոսույթը կարծես թե ծածկել է բոլոր մնացած թեմաները։ Գիտեք, ես չեմ տեսնում, որ Հայաստանում կա այս պահին աշխարհաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ ընկալում։ Կարծես թե իշխանությունները այլ մոլորակի վրա են ապրում։ Իրոք ես ձեզ ասեմ, որովհետև որևէ լուրջ վերլուծություն չկա։ Ինչ է կատարում տարածաշրջանում, Իրանի շուրջ։ Թուրքիան այսօր ԱՄՆ-ին սպառնում էր, որ դուք կրակի հետ եք խաղում։ Երևի Ֆիդանի հայտարարությունը կարդացիք արտաքին գործերի նախարարի նոր նա ելույթ ունեցավ մի փոքր առաջ, որ Իրանի դեմ հարվածները կարող են տարածաշրջանում կրակի էֆեկտ ստանալ, բայց ես ներքին որևէ դիսկուրս չեմ տեսնում դրա մասին։ Ինչ որ գրքեր են փոխում, հայոց պատմություն, թե Հայաստանի պատմություն, Արարատը թողենք, թե Արագածը թողենք, Հայաստանը կտրված է այս պահին այս աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններից։ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե ինքը խաղաղությունից խոսի, ինչ որ խաչմերուկներից, խաղաղությունը կգա։ Ինչպես Պուտինը SVO է ասում, պատերազմ չի ասում, դա ճիշտ է, որ պատերազմ չկա։ Կարծես թե բոլոր խնդիրները լուծվել են, մնում է սահմանադրությունը փոխել եւ վերջը, աշխարհում ամեն ինչ լավ կլինի։ Ադրբեջանը որևէ քայլ մեզ ընդառաջ չի արել, այսինքն գերիներին մինչ այսօր չի հանձնել, Ղարաբաղի ժողովուրդը դեռ չի վերադարձել իր պատմական հայրենիք, Հայաստանի տարածքից իր զորքերը դուրս չի բերել, հրետորաբանությունը չի փոխել Զանգեզուրի, Միջանցքի հետ կապված, Երևանի, Արևմտյան Ադրբեջանի, բայց մեր վարչապետը կանգնում ասում է, որ ամեն ինչ լավ է, այ տեսեք մեր հռչակագրում այսպիսի բառ կա եւ դրա պատճառով Խեղճ Ալիևը չի կարողանում խաղաղության պայմանագիր կնքել։ Չգիտեմ ինչ բացատրություն տամ սրա, եթե Նիկոլ Փաշինյանը հասկանում է ինչ է անում, ուրեմն դա հավադիր ինչ որ գործունեության մեջ է, իսկ եթե ոչ, դա չի նշանակում, որ ամբողջ հայ ժողովուրդը կրակն է ընկել մի մարդու ձեռքը։ Անդադ նա ինչ է շեշտում, ասում է ես ունեմ լեգիտիմություն, ունեմ մանդատ։ Այդ մանդատը իրեն տրվել էր այն ժամանակ, երբ խոստացել էր, որ անջատում հանուն փրկության սկզբունքով, հիշում եք պատերազմից հետո, կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա իր նախընտրական քարոզարշավի էր, հիմա դուք կարող եք հետ տալ եւ նայել։ Հիմա նա ուրիշ բան է ասում, մանդատը իրեն դրա համար էր տրվել, ոչ թե տրվել էր, որ հռչակագիր փոխի եւ Հայաստանը հայտարարի ինչ որ նոր է ստեղծվել 91 թվական, մինչեւ այդ որևէ բան տեղի չի ունեցել, պատմություն չենք ունեցել։ Երևանի ընտրություններն էլ ցույց տվեց, որ Երևանում, որը Հայաստանի բնակչության 70%-ն է պարունակում, նա ունի 7% ձայն, այն էլ ինչ որ ֆոկուսներով, կոալիցիաներով քաղաքապետ դարձրեց իր թիմակցին։ Հիմա արդյոք նա իրավունք ունի խոսել այնպիսի հիմնարար բաներից, ինչպիսին է սահմանադրությունը, սիմվոլը, դա հարյուրամյակներով հայ ժողովուրդը հիմնել է, հիմա մի հոգի չի կարող իր ցանկությունից ելնելով այդ ամեն ինչը քանդել։ Եվ նա որևէ մեկին չի լսում, որևէ մեկի խորհուրդ չի լսում, կողքը որևէ մարդիկ չկան, որ իրեն խորհուրդ տան, միայնակ եկել է եւ ամեն ինչը քանդում է։ Փոխանակ այս պահին աշխարհում ինչ է տեղի ունենում, ըստ էության սա 4-րդ համաշխարհային պատերազմն է, բոլորը նշում են եւ մեր տարածաշրջանը, որը մերձավոր արևելքի մաս եմ ես համարում, ինչպես նաև բոլոր քաղաքագետները, ոչ թե հարավային Կովկաս, դա սովետական միության բառապաշարն է, եռում է, տեսնում եք, Իսրայելի դեպքերը հաջորդեցին Ղարաբաղի դեպքին, Սիրիայի դեպքերին հաջորդեցին Լեռնային Ղարաբաղի դեպքերը։ Սա մի տարածաշրջան է։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք 3 հարավկովկասյան երկրներով պետք է խաղաղություն կնքենք։ Դուք որ ուզեք էլ չեք կարող։ Միջազգային ուժերը այստեղ ունեն իրենց շահերը։ Ոչ Ալիևն է ինքնուրույն ֆիգուրա, այդպես որ հոխորտում է, նրա մեջքին կանգնած է Թուրքիան եւ Ռուսաստանը, նա ինքը ոչինչ չի որոշում։ Ոչ էլ Նիկոլ Փաշինյանը, դու պետք է այդ մեծ խաղի մեջ գտնես քո տեղը, ոչ թե այս բան, երբ որ ամեն ինչ եռում է, սպիտակ դրոշը բարձրացնես եւ ասես ես խաղաղություն եմ ուզում։ Այդպես չի լինում։
Միանշանակ նա պետք է հզորացնի բանակը կամ ասում եմ մենք պետք է գնենք պաշտպանական զենքեր միայն, բայց Ադրբեջանը հարձակողական զենքեր է գնում, այսինքն ում դեմ է հարձակվելու Ադրբեջանը, Ռուսաստանի, բազա չէ որ ձեր վրա է հարձակվելու։ Ինչի՞ ես դու ասում մենք պետք է պաշտպանական զենք գնենք, որ աշխարհը չասի դուք հարձակվելու եք։ Իսկ որ Ադրբեջանը խախտեց բոլոր Մինսկի խմբի պայմանավորվածությունները, ուժ կիրառեց, ուժի սպառնալիք, այսինքն ստորագրել էր, չէ՞, այդ փաստաթղթի տակ, որևէ պատասխանատվություն դա չի ենթադրում, այնտեղ զոհեր են եղել, 5000 զոհ է եղել, վերջերս Ղարաբաղի բնակչությանը էթնիկ զտման ենթարկեցին։ Որևէ բան այդ խոսույթ չկա դրա մասին, ինչ որ վերացական խաչմերուկ, մենք երջանիկ պիտի լինենք, ես չգիտեմ, ես շատ հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից։ Ինքս հավատացել եմ իրեն սկզբում, ինչպես եւ բոլորը, բայց ընդամենը մի քանի ամիս անց ինձ պարզ դարձավ, որ նա որևէ բան չի փոխում, ոչ ներքին կյանքում, ոչ ազատվեց 5-րդ շարասյունից, հակառակը նրանց վերակենդանացրեց։ Ամբողջ իր տված խոստումները սկսած կարմիր գծերից մինչև, չգիտեմ, ամենակենցաղային բաներ նա դրժեց։ Առաջին ընտրությունների ժամանակ ասեց, որ Ղարաբաղը Հայաստանը եւ վերջ։ Երկրորդ ընտրությունների ժամանակ ասեց, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է պաշտպանելու։ Հիմա եկել է ասում է մենք Ալմա-Աթայի հռչակագիր ենք ստորագրել, կարծես նոր է նա տեսել այդ հռչակագիրը եւ մենք պետք է Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին։ Հիմա ես չեմ զարմանա, որ շուտով ասեն ցեղասպանության մասին պետք է չխոսենք, եթե ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել։ Այնտեղ Թուրքի մասին էր խոսում, որ դա հայկական բանակ է, Հայաստանի բանակն է, ոչ թե հայոց բանակը, նրանք այստեղ չեն ծառայում։ Հա որ այստեղ պատերազմ էր, հիշում եք, որ նա հայտարարում էր թուրքահայերին կոչ էր անում գալ, պայքարել իրենց հայրենիքի համար։ Այսինքն, երբ որ պետք է կռվել, գումար ուղարկել, Սփյուռքը հայոց բանակի մաս է, բայց երբ որ իրենց պետք է իշխանության մնալ, վերջ, դուք մեզ հետ գործ չունեք, մենք ցեղասպանության հետ կապ չունենք, հասկանում եք, չէ՞, ինչ է տեղի ունենում։ Չգիտեմ։ Իրականությունից կտրված են մեր այսօրվա իշխանությունները։ Հա, եւ հաշվի առնելով, որ բոլոր ուղղությունները ինչ ձեռնարկել են հիմնականում տապալվել են, հուսանք այս սահմանադրության այս տարօրինակ ինիցիատիվ անել։ Ճիշտ ասած, կան մարդիկ, քաղաքագետներ, ովքեր ասում են իրոք սահմանադրության որոշ կետեր փոփոխության կարիք ունի, բայց հիմա թացը չորի հետ չայրվելու համար երևի թե այս ինիցիատիվան ըստ իս պետք է թողնել հանգիստ, որովհետեւ ոչ մի լավ բան չի բերելու։ Իսկ եթե Ադրբեջանը շատ է տեսնում հռչակագրի մեջ, ասենք, խնդիրներ, մենք հիշեցնենք, հռչակագիրը հենց այնպես չի հայտնվել, դա արցախցիների իրավունքների ոտնահարման արդյունքում է եղել եւ Ադրբեջանը իր սահմանադրությունից վերացրել է կետը ինքնավարության մասին, այնպես որ եթե իրենց խաղաղությունը պետք հայերի հետ, թող սկսեն իրենցից, իսկ մենք դեռ կմտածենք, քանի որ մեր հետևանքն է, ոչ թե պատճառը, թող իրենք պատճառը վերացնեն, թող արցախցիները վերադառնան, մենք տեսնենք թե ինչքան երջանիկ են իրենց զգալու որպես Ադրբեջանի քաղաքացի, նույնիսկ ինքնավար մարզում։ Այդ ժամանակ հայ ժողովրդին կարելի հարցնել, պլեբիսցիտ անել եւ հարցնել, ասել հայեր, ինչ եք մտածում, հանենք թե չհանենք։ Ուրեմն իրավաբանորեն, առաջին մասնակցությամբ դուք նշեցիք, ես իրավաբան եմ, կա մի կազուս։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք հանդիսանում են Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ եւ չեն ճանաչում սովետական միության օկուպացիան, դա իրենց համանadrության մեջ է գրած։ Առաջին հանրապետության մեջ Լեռնային Ղարաբաղը երբեք չի մտել, բոլորը գիտեն։ Եթե դուք ասում եք, որ Լեռնային Ղարաբաղը ձերն է եղել սովետական միության ժամանակ, ուրեմն դուք էլ ձեր համանadrությունը պիտի փոխեք եւ ասեք, որ ոչ, մենք ճանաչում ենք սովետական միության ժամանակաշրջանը։ Նա ինչու են այդպես անում, որտեղ իրենց առաջին հանրապետության ժամանակ նրանք պահանջներ ունեին Զանգեզուրի եւ այսօր որ ասում են Արևմտյան Ադրբեջան, այսինքն Ալիևը այսինքն երկու գնդակ է բռնում։ Մի կողմից ասում է ես առաջին հանրապետության եւ հաջորդն եմ, որը ճանաչված չի եղել ազգերի լիգայի կողմից, դա իրենք են հորինել։ Եվ Զանգեզուրը իմն է, դա Երևանը եւ այլն։ Մյուս կողմից ասում է սովետական միության ժամանակ Ղարաբաղը իմն էր, որին նա չի ճանաչում։ Այսինքն հենց Ադրբեջանը մի հատ թող այդ կազուսը լուծի, վերջացնի, գա հասնի մեր հռչակագրի ինչ որ կետի, մենք այդ կետը կփոխենք։ Ես վստահ եմ, եթե հաջորդին ասեն դուք խաղ եք ապրելու, մենք էլ տեսնենք Ադրբեջանի քայլերը, ոչինչ, այդ կետն էլ կհանենք, թող մեր զինվորները չզոհվեն, բայց մենք հո միամիտ չենք, մենք տեսնում ենք, չէ՞, Ադրբեջանի չեմ։ Կամ վերջերս ես իմացա, որ Ադրբեջանը մեր հանքավայրերի քարտեզն է պահանջել, երևի դուք տեղյակ եք։
Ինչու, որպեսզի դիմի միջազգային դատարան Հայաստանի դեմ հայցով եւ ապացուցի, որ էկոլոգիապես ոչ մաքուր ձևով են այդ հանքավայրերը շահագործվում, Հայաստանին արգելի դրանք շահագործել, այսինքն Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի բոլոր միջպետական ուրեմն համաձայնագրերից եւ դատարան չդիմի Ադրբեջանի դեմ, բայց ինքը պատրաստվում է Հայաստանի դեմ հայցեր ներկայացնել Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի համար, հանքավայրերի ոչ ճիշտ շահագործման համար։ Ադրբեջանը հրաժարվելու է իր հայցերից։ Մի կողմից տեսնում ենք Ադրբեջան ագրեսիվ հայցեր Հայաստանի դեմ պահանջներ, մյուս կողմից Հայաստան եկեք հրաժարվենք ամեն ինչից, այ որ սահմանադրությունը փոխենք, Ալիևը կոնստրուկտիվ կդառնա։ Ռուսաստանի սահմանադրության մեջ գրած չէր, որ մենք հարձակվելու ենք մեր բոլոր հարևանների վրա։ Իրենք ճանաչել էին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, հո սահմանադրության մեջ գրելով չի որոշվում, հարձակվում են թե չէ։ Այս աշխարհում որոշվում է ուժի լեզուն, մանավանդ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի խոսքով աշխարհակարգը փլուզվել է, ինքն է չէ ասում, ամբողջ աշխարհակարգը փլուզվել է։ Հիմա օրենք, փաստաթուղթ, այդպիսի բաներ չկա, տեսնում եք, եռում է տարածաշրջանը։ Եվ հիմա գալ ասել, որ մի հատ թուղթ ստորագրենք Կովկասը կծաղկի, չգիտեմ, նայ միամիտ է, թե փորձում է այդպես ձև անալ, դա այլ հարց է։ Շատ հակասական է իհարկե, որովհետև աշխարհակազմը փլուզվելու մասին հիմնականում ռուսական նարատիվ է։ Եթե աշխարհակարգը փլուզվել է, ապա մեկ թղթով ինչպես կարելի է վերականգնել։ Գիտես ինչ հիշեցի, այն ֆիլմ ունեինք, չէ՞, մենք ենք մեր սարերը։ Այն որ ասում եմ մենք ենք Ավստրիան, բան, հիմա երևի թե ես հիմա պատկերացնում եմ քաղաքացիական պայմանագրի երևի կուսակցական ժողովը, որ ասում եմ իրանք են Ալիևը, Պուտինը, հա իրանք քարտեզի վրա նորմալ աշխարհից մարդ չկա, չնայած ասեմ, որ ֆիլմում բավականին լավ քաղաքակիրթ աշխարհի երկրներ էին նշվում, ի տարբերություն այսօրվա այս անալոգիային, որ մենք արեցինք, դες պարադոքսներից խոսեցինք, մի մեջբերում դու արեցիր, մեկ էլ ես անեմ, Անկարայից եւս մի հայտարարություն էր եղել, իրենք սկսել են բավականին турբուլենտ իրենց պահել, երևում է, որ իրենք սկսում են հակասել իրենցից հայտարարած սկզբունքներին, սկզբից դեմ էին Շվեդիային ՆԱՏՕ մտնելուն, համաձայնեցին, հիմա F-16-ների հարցը կարծես թե կիսով չափ լուծվել է, արդեն խոսքը գնում էր F-35-ների, եթե իրենք իրենց լավ պահեին, բայց իրենք ցույց են տալիս, որ իրենք չեն պատրաստվում լավ պահել, իսկ եթե չեն պատրաստվում լավ պահել, դա ռեսուրսների խնդիր է, այսինքն Ալիևը 20 թվականի նույնիսկ 10% հնարավորությունները չունի հենվելու գրեթե ոչնչացված ռուսական զինված ուժի վրա կամ ասենք Անկարայի վրա, որովհետև մենք տեսնում ենք Ռուսաստանը չկա, ինձ թվում է Հայաստանում շատ մարդիկ կան դեռ, որ չեն հավատում այս ամենին, բայց ստիպված կլինեն հավատալ։ Ես չեմ զարմանա, ճիշտ ասած, որ մարդիկ գտնվեն Ռուսաստանի փորձանումից հետո էլ դեռ Ռուսաստանից վախենալ իներցիայով, էլի, որ կարողա հառնի եւ նորից գա, նորից իրենց պատժի, հա, կան չէ՞ նման կատեգորիա, որ ասում են, բա ոնց կարելի է առանց Ռուսաստան։ Դեռ Ռուսաստանով տեսանք, Ռուսաստանը իր շահերն է պաշտպանելու, երբ որ մի անգամ խորհրդային միություն են ստեղծում, Արցախը հայաբնակ են սարքում, հաջորդ պրոյեկտի ժամանակ հայերից զրկում են, այսինքն տեղի ժողովուրդները իրենց համար ընդհանրապես շախմատի ֆիգուրաներ են, իրենք ինչպես ուզում են տեղափոխում են։ Հիմա ինչի մասին է հարցը, որ տեսեք Ալիևը չունի հոխորտալու ոչ մի հնարավորություն, բացի նրանից, բացի այն վախերից, որ արհեստականորեն Հայաստանում են սերմանվում, եւ հիմա հարց, ով են հիմնականում այդ վախեր տարածողները, ամբողջ երկրով, ամբողջ ժողովրդով մեկ, կարծես Ադրբեջանի հետ պայմանագիր են կնքում, բոլորս քննարկում ենք սահմանում ինչ եղավ, ոնց եղավ, ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարեց, ահա, ուրեմն մի բան գիտեին, դες անընդհատ ինչ որ էս տագնապն է, տագնապ, որը որ իրական հիմքերը այդքան էլ շատ չեն, որպեսզի դա լինի, բայց կարծես թե սնուցում կա այդ տագնապի, որը որ ի վերջո ինչ որ մեկի գաղափարով երևի թե պետք է հանգեցնի պայմանագրի ստորագրման, որը որ մեզ ոչինչ չի տալու։ Ճիշտ ասած չգիտեմ ինչ է տալու դա Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը ինքը իրեն միջազգային իրավունքից արդեն կամաց դուրս է դնում եւ իր այդ դատական փորձերն են անիմաստ լինելու, բայց դա մի կողմ թողնենք։ Նույն այդ տարօրինակ գաղափարը, հա, ամեն գնով պայմանագիր կնքելու, չէ՞ որ դա, ասենք, Հայաստանից ոչ ոք չի պահանջում։ Նույնիսկ պատերազմած երկրները Ռուսաստանը եւ Ճապոնիան մինչեւ հիմա չունեն, սկսած խորհրդային միությունից պայմանագիր իրար մեջ եւ կարծես թե պատերազմ չկա։
Եթե մենք մեր երկիրը ամրացնենք միջազգային իրավունքի հիման վրա, այսինքն մեր տարածքային ամբողջականությունը ամրացնելու համար ձեռք բերենք այն զինատեսակները, որ մեզ պետք է դուրս գանք ռուսական այդ չգործող կառույցներից, որոնք շատ հաճախ Հայաստանում ասում են, որ ինքն իրան ավարտվել է, բայց ինքն իրան չի ավարտվել, մենք ունենք խնդիր դες նույն զենքի ձեռքբերման հետ Հայաստանին ինչ որ զենք տալիս են, բայց դա այն զենքը չէ, ինչ որ պետք է Հայաստանին նոր անվտանգային ճարտարապետություն ստեղծելու համար, եւ նույն կառույցները, դες ՆԱՏՕ-ն հիմա Ուկրաինան իր փորձի վրա ցույց է տալիս բոլոր տարբերակները, այսինքն ակնհայտ է ՆԱՏՕ մտնելու արագ հնարավորություն չկա, բայց կան հիբրիդային ֆորմատներ, որը որ նույն Ուկրաինան ստեղծում է եւ երկկողմանի պայմանագրերով իր անվտանգությունը պահպանելու համար, եթե Ուկրաինան ցույց է տալիս, որ երկկողմանի պայմանագրերով կարելի է այնպիսի բանակ ստեղծել, որ պայքարում է միջուկային տիրության, կարծես թե անսահմանափակ մարդկային ռեսուրս ունեցող երկրի հետ, ապա Հայաստանի մարտահրավերները շատ ավելի փոքր են եւ կարելի է գնալ նույն ճանապարհով եւ ամրացնել հայկական բանակը երկկողմանի պայմանագրերով, ինչպես որ անում է Ուկրաինան, մենք ունենք Ֆրանսիան, նույն բարեկամները ինչ Ուկրաինան ունի, նույնը ունի Հայաստանը, որ կարելի է այդ ուղղությամբ գնալ, բայց գլխավոր խոչընդոտը մենք գիտենք դա հապկն է, որից Հայաստանի իշխանությունները շարունակում են կարճած մնալ, տարատեսակ պատճառներ են բերում, նույնիսկ չեն հենվում հասարակական կարծիքի վրա, որ հասարակական կարծիքը, ես վստահ եմ, միանշանակ կողմ է հապկից դուրս գալուն, որովհետև հապկը իրեն որպես բանկրոտ ցույց տվեց գործի մեջ հենց։ Հարցս մի քիչ երկար էր, բայց շատ կարևոր թեմաներ են, խնդրում եմ մանրամասնես։ Դուք խոսեցիք, որ Ուկրաինան ամեն ձևով իր հայրենիքը փորձում է պաշտպանել, նաև ներքին արտադրության միջոցով, եթե դուք հաստատ տեղյակ եք, որ ԱԹՍ-ները են իրենք սկսել արտադրել։ Ես վստահ եմ, ես այնպես չի գովում եմ ուղղակի իմ ժողովրդին, որ եթե հայ մտքին ամբողջ աշխարհում մենք տեսեք ինչ գիտնականներ ունենք, ընդհանրապես թույլ տան, որպեսզի իրենց երկրում տեխնոլոգիական զենքերին, IT տեխնոլոգիաներին զարկ տան, մենք Իսրայելին ոչնչով չենք զիջի։ Ես դրանում վստահ եմ։ Դրա համար էլ Հայաստանում միշտ այդպիսի իշխանություններ են իջեցվել, հասկանում եք որտեղից, որ դրանք իրենց ժողովրդին պահեն այսպես ամոր վիճակում, որ մենք մեղք ենք, մենք ով ենք, Ռուսաստանը չլինի, դուք որ ասում եք այդ վախերը, չէ՞։ Ես մի կողմից ժողովրդին հասկանում եմ, էլի տասնամյակներ շարունակ ասել են, վայ ռուսը չլինի, մեզ կկոտորեն։ Հիմա ռուս ժողովուրդն էլ է այդ վիճակում, հայ Պուտինը վատնա, ինչա գոնե սենց լավ է, հետո ինչա լինելու, հասկանում եք, չէ՞, Ստալինի գուլագներից հետո ռուս ժողովուրդը սենց վախեցած ապրում, հա, հետո էլ ասել ինչի՞ չի Պուտինի դեմ պայքարում։ Այդ վախը սերունդների անցնելով նոր կանցնի, դա հեշտ բան չի։ Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը պետք է զինվի, միանշանակ պետք է զինվի եւ որոշ քաղաքագետներ ասում են հիմա մենք ՀԱՊԿ-ից չենք կարող դուրս գալ, նույնիսկ մի դուրս եկեք, բայց գործում քայլեր արեք, զենքեր գնեք եւ ոչ պաշտպանական, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, այլ հարձակողական։ Այնպիսի երկրների հետ դաշինք կազմեք։ Ֆրանսիան այսօր ինքը եկել ասում ես Կովկասից չեմ հեռանալու, վերջերս մի ֆրանսիացի հայտնի քաղաքագետ էր Հայաստանում։ Դուք չեք կիրառում Հունաստանի հետ ձեր կապը ուժեղացեք, տեսեք Թուրքիայի հետ ով ինչ մրցակցության մեջ է, Սաուդյան Արաբիան, Հայաստանը կարող է այնպիսի շանսերից օգտվել, որ իրենք էլ չեն պատկերացնում։ Մենք 30 տարի դիվանագիտություն չենք ունեցել, այնպիսի կարևոր երկրներ, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, այնտեղ Արաբական Միացյալ Էմիրությունները, եվրոպական երկրներ, մենք աշխատանք չենք արել, կախված ենք եղել մի երկրից եւ հենց այդ կախվածությունը մեզ բերեց այս աղետին։ Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը այս պայն որևէ ռեսուրս չունի պայքարելու, 2020 թվականին հայ զինվորը պայքարել է 5 երկրի դեմ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի, Իսրայելի, մոջահեդների մասին էլ բացկաների չեմ խոսում։ Պայքարել է ներսում 5-րդ շարասյուն ունենալով, պայքարել է չունենալով նորմալ զենք 3 ամիս եւ դրանից հետո չկարողանալով գրավել Նիկոլ Փաշինյանին ստիպեցին կամ չգիտեմ որ նա փաստաթուղթ ստորագրի եւ տարածքները նա տվեց Ադրբեջանին, այսինքն դուք հասկանում եք, չէ՞, պոտենցիալը հայ զինվորի եւ Ալիևը դա շատ լավ գիտի, այսպես որ ողորտում է, նա ինչից է վախենում, եթե նա կարողանար Հայաստանին իր ուժերով հաղթել, վաղուց արդեն Երևանն էլ էր գրավես ձևակայությունների մեջ հաստատ չէր մտնի, էլի, Զանգեզուրն է կգրավեր, նա գիտի, չէ, հայ զինվորի ուժը։
Դրա համար ամեն կերպ ուզում են նվաստացնել, ասել մենք հիմա բանակ չունենք, ով պետք է գնա կռվի, ներսում խժդժություն, հայ Ղարաբաղցի այդ տարանջատումը, որ դնում են, չէ, դա շատ վտանգավոր է։ Երկրի ներսում այսպիսի բաժանումներ են արել, մարդիկ իրար չեն վստահում, իրար հետ ատելության մեջ են, իշխանությանը չեն վստահում եւ այսպիսի իրավիճակի ժողովուրդը ոտքի չի ուզում կանգնի։ Ուկրաինայի ժողովուրդը համախմբված է։ Դրանք հասկացել են, որ քաղաքական անձինք, այրերը դրանք անցողիկ են, կա գաղափար պաշտպանել հայրենիքը։ Դրա համար ամբողջ աշխարհը իրենց օգնում է եւ իրենք հաջողության են հասնելու, ես վստահ եմ։ Կարող է պատերազմը սառեցվի, կարող է 30 տարի տևի վատագույն սցենարով, բայց Ուկրաինայի ժողովուրդը արդեն հաղթել է։ Մի մոռացեք, որ Կիևից ռուսական զորքերը հետ են շպրտվել, արդեն իրենց գրաված տարածքների 40%-ն էլ հետ են տվել Ուկրաինային, դա արդեն հաղթանակ է։ Նույնիսկ եթե պարտիզանական պայքար շարունակվի, Ուկրաինան հաղթել է, Ուկրաինան մի հրեշի է կանգնեցրել։ Հիմա հայ ժողովուրդը ընդհանրապես պետք է ոտքի կանգնի։ Ադրբեջանի եւ Թուրքիայի միակ հույսը այն է, որ Ամերիկայում էլի կգա Տրամպը, ես միշտ դրա մասին խոսում եմ։ Հնարավոր է ձեր ասացի պես Տրամպը այս անգամ փոխվի, որոշի ատոմային ռումբ տալ Ուկրաինային, բայց այդպիսի գործչի հետ պետք չի որևէ լուրջ բաներ կապել, որովհետեւ օրվա դրությամբ է նա փոխում իր կարծիքը։ Մի քիչ Նիկոլ Փաշինյանի նման է, էլի, երեք մի բան է ասում, վաղը մյուս բան եւ չես կարող պլանավորել իր հետ որևէ լուրջ ռազմավարություն։ Բայց հենց Բայդենի դիրքերը ուժեղանան կամ Միացյալ Նահանգներում այնպիսի լիդեր կա, որը Միացյալ Նահանգների դերը նորից աշխարհում կբարձրացնի, Ադրբեջանն էլ կխելոքանա, Թուրքիան էլ կխելոքանա։ Թուրքիայի այս հռետորաբանությունը կապված է Բայդենի թույլ արտաքին քաղաքականության հետ։ Տեսնում եք, չէ՞, խուսիտները ինչ են անում Կարմիր ծովում կամ Հորդանանում կամ Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա են հարձակում։ Սա նոնսենս է։ Երբ են, այսպես ասած, դուխ արել Ամերիկայի վրա հարձակվել ինչ որ խուսիտներ, որոնք նույնիսկ իշխանություն չեն զբաղեցնում, սա նայում մայրաքաղաքում ինչ որ կենտրոն ունեն։ Սա նրանից է, որ Ամերիկան հապաղում է, անդադ ասում մենք չենք ուզում էսկալացիայի գնալ։ Պետք է ուժ ցուցաբերել եւ նորից վերականգնել այն աշխարհակարգը, որը գոյություն է ունեցել։ Հակառակ պարագայում Ռուսաստանի նման երկրները, որոնք փորձում են աշխարհը կիսել Ստալին, Հիտլեր, ես միշտ հայամատում եմ Պուտին, Էրդողան զույգին, նրանք մի քիչ նման են, էլի Ստալին, Հիտլեր, այդ աշխարհը կիսենք իրավիճակին եւ հիմա ախորժակը Հիտլերի բացվեց, չէ՞, երբ որ նա մի հատ վերցրեց, ասաց հետո մյուսը կկվի նման է։ Հիմա Ալիևն է այդպես է, ախորժակը բացվել է, Նիկոլ Փաշինյանը սա զիջեց, Ղարաբաղը կտանք հանգիստ կապրենք, չէ, հիմա է Զանգեզուրի հարցն է, չէ, հիմա է սահմանադրություն, չէ, մի րոպե գենոցիդի բառը պիտի չասենք, բանակ պիտի Ղարաբաղը չունենա։ Այսինքն Հայաստանը ունի միանշանակ ամբողջ ներուժը, ունենա տարածաշրջանի լավագույն բանակը եւ իրականում ոչ թե երբ որ Ռոբերտ Քոչյանը հայտարարում էր, որ մենք Բագրաձև թռիչք ենք ապահովում, ուժեղ բանակ ունենք, բայց իրականում այդ գումարներով միլիարդներ էին աշխատում եւ այդ զենքերը չկար։ Այսինքն դա միֆ էր։ Մենք եթե ունենանք նորմալ ղեկավարություն, որը Հայաստանի շահերից է գործում, ոչ թե դուք ասիք խաղաղությունը ոչ մեկին ձեռնտու չէ։ Ես կարծում եմ Կրեմլից է իջեցված այդ նարատիվը, որ խաղաղություն պետք է կնքել, Մարիա Զախարյանը անդադ դրա մասին է խոսում։ Իհարկե դա խաղաղության չի բերի եւ Ռուսաստանին պետք էլ չի այստեղ խաղաղություն, բայց իրենք Ադրբեջանի հետ պայմանավորվել են, որ խաղաղության պայմանագրի մեջ Հայաստանը կհրաժարվի վերջնականապես Ղարաբաղից, Զանգեզուրի միջանցքը նոյեմբերի 9-ի փաստաթղթով կտա Ռուսաստանին, իսկ դա շատ կարևոր է ցամաքային կապով Թուրքիայի հետ կապվելը։ Դրա համար նրանք փորձում են ստիպել Հայաստան այդ թուղթը ստորագրի, բայց պարզը դրանից հետո էլի են պահանջներ ներկայացնելու, այնտեղ անկլավների հարցեր են բարձրացնելու, սա process է լինելու, որ անընդհատ շարունակվելու է եւ Հայաստանի հանդեպ պահանջները ավելանալու են։ Հայաստանը թող ունենա հզոր բանակ, թող գնա խաղաղություն բանակցի, դա ուրիշ բանակցություն կլինի, բայց ոչ թե կապիտուլյացիայից հետո գնա ստորագրել խաղաղություն, դա խաղաղություն չէ ստորագրում, դու կապիտուլյացիա ես ստորագրում։ Օրինակ տեսնում եք Զելենսկին անընդհատ համոզում են, ասում են պետք է խաղաղություն ստորագրես, չես կարող հաղթել, բայց ինքը ինչ է ասում է խաղաղություն չի բերելու այդ փաստաթուղթը։ Ռուսաստանը կշարունակի զինվել, 10 տարի հետո նույնիսկ կհարձակվի, Պուտինը չլինի այնտեղ ով ուզում է լինի։ Զելենսկին ռեալ է նայում իրավիճակին, Նիկոլ Փաշինյանը չգիտեմ, մի փոքր ինչ որ այլ իրականության մեջ է ապրում եւ մեզ էլ փորձում է դրա մեջ տեղավորել, դա չի լինի։
վստահ եմ, որ չի լինի, դες դու էլի քո խոսքի մեջ կարծես թեթևակի թույլ տվեցիր, որ դուրս չգալու հապկից, դες ասեմ, միգուցե հապկից դուրս չգալը որոշ երկրներից որոշակի զենք հնարավորություն տա բերելու եւ նույնիսկ պայմանագրեր կնքելու, բայց լիարժեք չի լինելու։ Դες մենք գործ ունենք ժողովրդավարական պետությունների հետ, որտեղ կան նույն Ուկրաինայի օրինակը նորից բերեմ, կան տարբեր ուժեր, կան ներքին քաղաքական պայքար եւ մարդիկ հարցնում են, եթե Հայաստանը ընդունում են, որ քաղաքակրթորեն Եվրոպա է, շարունակում է մնալ չարիքի կայսրության հետ դաշնակցական կարգավիճակում, սա արդեն տարըմբռնման հնարավորություն է տալիս եւ մարդիկ հարց են տալի, ասում են հայերին սիրում ենք, բայց Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ Ռուսաստանը թշնամի է։ Այսինքն մենք պետք է իրոք մեր նույնիսկ խոսույթից ընդհանրապես հանենք, որ հնարավոր է հապկում մնալով լիարժեք պաշտպանել Հայաստանի անկախությունը, Հայաստանի սուվերենիտետը, որովհետև արդեն բարձ է։ Հապկը ինչ կարող էր, իրենից ցույց է տվել։ Նա չի օգնում, նա մեր սահմանների տեղը չգիտի, նա ընդհանրապես ճամպրուկ է առանց բռնիչի, հա, որ դժվար է տանել, չգիտեն ինչի համար են ընդհանրապես տանում, պետք է տամենը որպես աղբ նետվի աղբանոց եւ նոր անվտանգության ճարտարապետություն կերտվի, ես ասում եմ նոր հեծանիվ հորինել պետք չի, մենք հիմա տեսանք նույն իրավիճակում ենք Ուկրաինան եւ Հայաստանը, ինչ է հնարավոր Ուկրաինային, նույնը հնարավոր է Հայաստանին, բարձրապես պետք է քաղաքական կամք, որպեսզի ամբողջականացնեն պայքարը, հա, Հայաստանի շահերի պաշտպանելու համար եւ սահմանադրության հարցը ինձ թվում է պետք է արդեն դառնա նոր իշխանությունների քննարկման հարց, որը որ կստանա հայ ժողովրդից նոր լեգիտիմություն, որովհետեւ մենք գիտենք Հայաստանը անցումային ժողովրդավարություն է եւ անցումային ժողովրդավարություններին, երբ որ երկու կադենցիայից ավել իշխող ուժը կամ ասենք քաղաքական ղեկավարը փորձում է շարունակել իշխանավարել, արդեն լավ աչքով չի նայվում, երբ որ կլինենք Գերմանիայի պես կայացած ժողովրդավարություն, միգուցե, բայց հիմա դեռ թե հիշում ես Սերժ Սարգսյանին է ինչ է ասում, ուզում է երրորդ ժամկետին, հիմա Փաշինյանն է ուզում երրորդ ժամկետին, նա հիմա ինձ թվում է պետք է ժամանակը օգտագործի, որպեսզի հնարավորություն տան նոր ժողովրդավարական ուժեր ստեղծվելուն, որպեսզի չլինի ռևանշ հների, եթե հնարավոր է լյուստրացիա անցկացնի, որպես իրավաբան խնդրում եմ մեկնաբանես, ինչ պետք է անի ըստ քեզ Փաշինյանը այս մնացած 2 տարիների ընթացքում։ Նախ սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ինքը միշտ դեմ է եղել այս սահմանադրությանը, դուք հիշում եք, որ սա կոստյում է, կարած է, չգիտեմ ինչ, այնտեղ հիպերլիազորություններ են տրված վարչապետին, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, նա ավելացրեց վարչապետի լիազորությունները, բոլոր ուժային կառույցները սկսեցին ենթարկվել անմիջապես վարչապետին։ Ստացվեց, որ դա էլ է նա դրժել, այսինքն ասում էր պետք է խորհրդարանական համակարգը փոխվի, ես նորից նախագահական իր իշխանության գալու սկզբում, եթե հիշում եք, նախագահական համակարգի կողմնակից եմ, որովհետև Հայաստանում կուսակցությունները կայացած չեն, դուք այսինքն Գերմանիայի օրինակը բերեցիք, նույն Իտալիայում, Անգլիայում, պարլամենտական երկրներում պետք է կուսակցությունները կայացած լինեն, Հայաստանում որևէ նորմալ կուսակցություն կայացած չէ, հենց Նիկոլ Փաշինյանը օրինակ ասում էր, չէ, որ պետք է հանրապետական կուսակցությունը արգելվի, որովհետև իրենք ընտրակեղծիքների են մասնակցել, տեսակ չէ ինչպես արգելեցին, այսօր նրանք խորհրդարանում են, այսինքն միանշանակ իրավաբանորեն կարելի էր անել լյուստրացիա, ուրեմն ապացուցելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները մասնակից է եղել սահմանադրական կարգի բռնի փոփոխությանը, հիշում եք մարտի 1-ի գործը դրա մասին էր, բայց ինչ տեղի ունեցավ, մարտի 1-ի գործով Ամբաստանյանը, բոլորս գիտենք, արդարացվեց, այսինքն տեղի ունեցավ ինչ, հայտարարվեց մի բան, ով է այն դատավորը, որից պետք է ասի չէ, եւ հիմա հետևանքը տեսնում ենք, օրինակ Ալբանիայում տեղի ունեցավ վետինգ դատավորների հետ կապված, երբ որ Ալբանիան Եվրամիության ուրեմն անդամության էր դիմել, եւ այնտեղ նույնիսկ առաջացավ խնդիր, որ դատավորների քանակը այնքան էր քչացել վետինգի արդյունքում, որ դատարանները մնացել էին առանց դատավորների, դա մի փոքր քննադատության առիթ դարձավ, բայց այդ հարցն էլ լուծվեց, արագ մրցույթներ հայտարարվեցին եւ փոխվեց իրավիճակը, այսինքն կարելի է փորձը նայել եվրոպական երկրներին եւ դա կիրառել։ Միաժամանակ վերջերս հայտնի փաստաբան Նորայր Նորիկյանը բացատրեց եւ շատ ճիշտ, որ Հայաստանում նախկին իշխանությունների հանդեպ գործեր այնպես են
կարված, որ վաղեմության ժամկետի հիմքով նրանք բոլորը արդարացվեն։ Այսինքն Սերժ Սարգսյանը ենթադրյալ հանցագործությունը կատարել է 2013 թվականին։ 23 թվականին նոր նիստերը սկսել են գումարել, չնայած 18 թվականից Նիկոլ Փաշինյանի իշխանության էր։ Ինչ տեղի ունեցավ 23 թվականին վաղեմության ժամկետի հիմքով Սերժ Սարգսյանի գործը պետք է կարճվի։ Նույնը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, նույնը Հրայր Թովմասյանի գործի հիմքում է։ Դուք որ ուսումնասիրեք, ժողովուրդը լայնորեն այդպես տեղեկացված չի։ Կտեսնեք, որ սա կարծես պատվեր լինի։ Ես չեմ հավատում, որ առանց Հայաստանի բարձր ղեկավարության ԲԴԽ կա, չէ՞, եթե դատավորները դա ինքնուրույն են արել եւ խախտում են օրենքը, ԲԴԽ-ով կարգապահական տույժի չեն ենթարկում, դա հանցագործությունն է, միակ տույժ չեն անում եւ վերջ։ Այսինքն սա պետական քաղաքականություն է, արդարացնել նախկիններին, դուք խոսեցիք նոր ուժերի ստեղծման մասին։ Նիկոլ Փաշինյանի քայլերից ես չեմ տեսնում, որ նա գնում է նոր ուժեր ստեղծելու ճանապարհով։ Հակառակը պահում է հների, որոնք այնքան չսիրված են, որ իրենց ֆոնին, դա արդեն Հայաստանում նույնիսկ երեխաներն են հասկացել, իրենց ֆոնին Նիկոլ Փաշինյանը անդադ վերընտրվում է, ամբողջ մեդիան իրենց ձեռքում է, բոլորն ասում են դե Նիկոլը չլինի ով ա լինելու, Պուտինը չլինի ով ա լինելու, նույն սցենարն է, հասկանում եք, չէ՞։ Այսինքն ցանկության դեպքում 4 տարի լիովին բավական է իրականացնել եւ վետինգ, եւ լյուստրացիա։ Բոլոր KGB-ի գործակալներին Հայաստանի ԱԱԾ-ն ամբողջը ողողված է դրանով։ Նրանց վերհանելու համար որևէ բան չի կատարվել։ Օրինակ Մերձբալթյան երկրներում, երբ որ նրանք անկախություն ստացան սովետական միությունից, առաջինը այդ process-ը տեղ ունեցավ։ Դրա համար այդտեղ այսօր ժողովրդավարական նորմալ երկիր է։ Քանի դու քո երկրում ունես գործակալների շքախում, որոնք բանակում էլ կան, եւ ինքը Փաշինյանն է ասել, մենք բանակում ունենք 5-7 շարասյուն, բայց որևէ մեկին պատժել է։ Քննիչ հանձնաժողով է, չէ՞, ստեղծել այդ իրադարձությունները ուսումնասիրելու համար։ Ինչ ենք տեսնում, 4 տարի է, շատ ներողություն, սուրճ են խմում, հավաքվում են ու որևէ բան չեն հայտարարում։ Ինչ արեցիք 4 տարի Միացյալ Նահանգներում նախագահի ժամկետ է, ժամկետից հետո նախագահն ասում է ինչ է արել եւ հեռանում է։ Իրենց հարցում ես, ասում է դե 4 տարին քիչ է, մի 24 տարի որ լինենք, ժողովրդի որոշ հատված էլ հավատում է, իհարկե քիչ հատված, դե Նիկոլ Փաշինյանը նոր ա եկել, մի 20 տարուց ամեն ինչ կդզվի։ Այդպես չի։ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չունի ուղղակի մաքրել քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը, որովհետև իր իշխանության մնալու երաշխիքը նախկինների ներկայությունն է։ Դրա համար մամուլում այս խորհրդարանը անվանում էին Կապիրկինի խորհրդարան, չգիտեմ տեղյակ եք թե չէ, որովհետև Կապիրկինն էր գծել ընդդիմության թվաքանակը, իշխանության թվաքանակը, եւ դա ընդունությունից առաջ դեռ որոշ կայքերում զետեղված էր այդ ինֆորմացիան։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինքնուրույն ֆիգուր չի։ Նիկոլ Փաշինյանը կատարում է այն, ինչ նախորոք որոշված էր, եւ նրա քայլերը դրա մասին են վկայում։ Ճիշտ ասած, եթե ինքը ուզենար աներ իրական փոփոխություններ, ինձ թվում է հայ հանրությունը կաջակցեր, պարզապես ժամանակը բաց է թողնվել եւ արդեն Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ հավատ չկա եւ իրոք հիմա դժվար է գտնել ինչ որ մի հայտնի հարգված մարդու հասարակական հեղինակություն վայելող, որը որ հրապարակայնորեն աջակցի օրվա իշխանություններին, ցավոք սրտի շատ կարճ ժամանակում ստացվեց այս իրավիճակը։ Մենք հիշում ենք ինչ ոգևորություն էր հեղափոխության ժամանակ, հատկապես Սփյուռքում մենք բոլորս ցնծում էինք մեր հայրենիքով, արտասահմանյան մամուլի էջերը միայն լավ բաներ էին Հայաստանի մասին պատմում, Հայաստանի առաջնորդի, նոր առաջնորդի, որը պետք է ռեֆորմներ անի, եւ հիմա ունենք այն պատկերը, որ արձանագրում ենք ցավոք սրտի, այն ինչ ունենք, եւ երևի թե որպես քաղտեխնոլոգ այն ինչ կարողացանք հուշեցինք մեր եթերներից, որ ինչպես գոնե կարելի է այնպես անել, որ ավելի վատ չլինի գոնե, եւ ստեղծել նոր ուժեր կան, նոր մարդիկ կան, շատ լուսավոր գործիչներ, ովքեր որ ոչ մի կերպ կապված չեն հների հետ եւ ունեն լավ գաղափարներ, տեսլականներ, շատերը նույնիսկ մեր եթերներում են իրենց գաղափարներով կիսվում, ինձ թվում է մարդկանց դեֆիցիտ չկա, հա, պարզապես կա ցանկության պակաս եւ պետք է ցանկությունը լինի իշխանության կողմից ստեղծել պայմաններ նոր ուժերի ձևավորման համար եւ եթե ասում են այսօրվա իշխանություններին հաջողվել է միայն ընտրությունների process-ը լավ կազմակերպել, ընդունենք դա թող հիմա այնպիսի դաշտ սարքեն, որ հաջորդ ընտրություններով մենք սերունդներին փոխանցեն նոր Հայաստան, նոր ուժերի բաղկացած։ Ուրեմն առաջի եւ միակ քայլը հիմնական, ես կարող եմ հուշել Նիկոլ Փաշինյան, եթե նա ցանկություն ունի Հայաստանում իրոք ժողովրդավարական մթնոլորտ ստեղծել,
խաղաղ իշխանության փոփոխության համար, որտեղ այն իշխանությունները, որոնք հեղափոխությամբ են գալիս, հեղափոխությամբ էլ գնում են, չէ՞, դա հայտնի խոսք է։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների միջոցով տեղի ունենան փոփոխություններ, ընդհանրապես պետք է նախկինների ստվերից ազատի քաղաքական դաշտը, ուրիշ բան իրեն պետք չէ, մնացածը մարդիկ իրենցով կանեն։ Պայմանը դա է, ստեղծել պայման նշանակում է ազատվել նախկին վախերից։ Հենց դրանից ազատվենք, ես միանշանակ վստահ եմ Հայաստանում ինքնըստինքյան կձևավորվի քաղաքական դաշտ, իհարկե միանշանակ դեֆիցիտ չկա, չնայած հայ ժողովուրդը թվականակով քիչ է, բայց միանշանակ կան այնպիսի գործիչներ, ժողովուրդը կարող է նրանց չճանաչի, ես միշտ ասում եմ, Նիկոլ Փաշինյանի թիմից մենք ում էինք ճանաչում, Նիկոլ Փաշինյանն էինք ճանաչում, բայց երբեք չէինք պատկերացնում, որ նա վարչապետ կլինի, չէ։ Հիմա պետք է թողեն, որ այդ մարդիկ Երևան, որ հայտնի դառնան, երբ որ չեն թողում, միայն Սերժ Սարգսյանն է կոչանում Նիկոլ Փաշինյանը, պարզ է, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին կգնահատի, ես էլ կգնամ Նիկոլ Փաշինյանին կտրեմ, ուզած չուզած։ Ընդհանրապես թող ազատի, իր ասած լյուստրացիան անի եւ մնացածը իր հունով կգնա։ Ես հուշեմ Փարոն Փաշինյանի, եթե նա տեղյակ չի, ինչպես կարելի է դա անել։ Եվ որպես իրավաբան ասեմ, կուսակցությունների մասին օրենքը կարելի է փոխել, որովհետեւ ֆինանսական մեծ ռեսուրսները կենտրոնացած են մի քանի կուսակցությունների ձեռքում, մնացած կուսակցությունները, որոնք դրանց չեն տիրապետում, դա գիտեք, ֆինանսների հետ է կապված գովազդը, եթերներում Երևանը, նրանք ինքնըստինքյան դուրս են մնում այդ պայքարից։ Ժողովրդավարական երկրներում, նույն Գերմանիայում ֆինանսական աջակցություն է տրամադրվում կուսակցությունների պետական գործունեության համար։ Այսինքն օրենք պետք է փոխվի, որ մարդիկ կարողանան գալ հրապարակ, հասկանում եք, ոչ թե ինչ որ հրյա օլիգարխիային, որը դարձնում է խոշոր սեփականատեր, նրանց ձեռքում մնա հարստությունը եւ նրանք անընդհատ նույն դեմքերով կամ էլ մի քիչ փոխված դեմքերով նույն կուսակցությամբ նորից գան, վերընտրվեն եւ մնա նույն կոնյունկտուրան։ Լիլիթ 1 ժամվա հարցազրույցը անցավ կարծես մի քանի վայրկյանում, հուսամ մեր լսարանին դուր եկավ մեր վերլուծությունները, այստեղ չկար ոչ մի անձնական ցանկություններ, այստեղ զուտ պրոֆեսիոնալ վերլուծություններ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտար մեր լսարանին, խնդրում եմ մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով, ամենակարևորը չմոռանալ լայքել, տարածել եւ նրանք, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, այնուամենայնիվ բաժանորդագրվեք։ Շնորհակալություն Լիլիթ, հուսամ էլի կընդունես մեր հրավերը մասնակցել տարատեսակ վերլուծությունների, քեզ շատ հետաքրքիր էր, հուսամ քեզ էլ շատ հետաքրքիր մեր հարցերը վերլուծել։ Շնորհակալ եմ, կսպասեմ նոր հրավերներ։ Ես եմ շնորհակալ, հաջողություն։ Հաջողություն։